101 տարվա պահանջով լիարժեք և ամբողջական ճանաչում, հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս իրավիճակում ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել, այսօր Ծիծեռնակաբերդում հայտարարել է Սեյրան Օհանյանը։ Պաշտոնյաները խոսել են նաև քառօրյա պատերազմի մասին։ Այլևս միայն պահանջատիրական դիրքերից խոսել և աշխարհին ոչ թե խնդրել, այլ պարտադրել ճանաչել հայոց ցեղասպանությունը, հարգանքի տուրք հերհերի ձորում։ Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով համազարգային հրթիռային կայանքներից ինտենսիվ կրակ է վարել պաշտպանության բանակի դիրքապահների ուղղությամբ։ Արցախյան կողմը հերքում է ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկատվությունը, թե իբր ապրիլի 24-ի գիշերը հայկական տանկերը մոտեցել են դիրքերին և կրակ բացել, իսկ այնուհետև կենդանի ուժի օգնությամբ կատարել հարձակման փորձ։ Ամեն տարի այսօր աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ գալիս են այս հուշահամալիր հարգանքի տուրքը մատուցելու 101 տարի առաջ դաժան կոտորածի ենթարկված 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Այս մարդկանց ներկայությունը այստեղ նաև ուղերձ է աշխարհին, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց նաև Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը, ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը, հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին և օտարերկրացի այլ հյուրեր։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանի ուղերձում ասվում է. «Մեծ Եղեռնից ավելի քան 1 դար անց, ինչ է փոխվել։ Առաջինը փոխվել ենք մենք։ Մենք վերածնվել ենք որպես ազգ և որպես պետություն։ Մենք ապացուցել ենք մեզ և աշխարհին, որ թուրքական ցեղասպանական ծրագրերը տապալվել են»։ Օրվա ընթացքում Ծիծեռնակաբերդ եկան նաև Հայաստանի Հանրապետության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրամյանը նշեց. «Շարունակելու ենք պայքարել, որպեսզի աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանությունը»։ Պետք է վերականգնի եւ առաջինը դա պիտի մտածի Թուրքիայի իշխանությունը եւ որքան շուտ այնքան լավ 101 տարի է ինչ իրականացվել է հայ նկատմամբ ցեղասպանություն եւ մենք դատապարտում ենք ամբողջ աշխարհը նույնպես անելիք ունի այդ հարցում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է որ պետք է դատապարտի համայն ժողովուրդը աշխարհի եւ դա է միակ ճանապարհը պայքարելու որպեսզի նման ցեղասպանությունները չկրկնվեն որևէ ժողովրդի նկատմամբ։ Մենք այսօր մտել ենք 1 դար հետո այլ պայքարի։ Սա պայքար է նրա համար, որ աշխարհը ճանաչի ոչ թե հայության ցեղասպանությունը, այլ ճանաչի այն պատիժները, որ պիտի ստանան ցեղասպանները եւ ճանաչի այն պայքարը, որում մենք դրոշակակիր ենք, պայքար ամբողջ աշխարհում ցեղասպանությունները չկրկնվելու համար։ Հիշում եմ եւ պահանջում մենք մեր կարգախոսին, մենք ավելացրել ենք արդեն այլևս երբեք կարգախոսը։ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ շուրջ 100 տարի առաջ միլիոնավոր հայեր կոտորածների ու տեղահանության զոհ դարձան եւ այսօր հիշատակի տուրք մատուցելուն զուգահեռ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն։ Հարցին թե ինչպես է վերաբերվում նրան, որ Ամերիկամիացյալ Նահանգների նախագահան այս տարի էլ չպահեց իր խոստումը եւ չարտասանեց ցեղասպանություն բառը, նա պատասխանեց.
As President Obama said, Երեք Օբաման շատ հզոր ու ուժեղ հայտարարություն է արել։ Այդ դեպքերը 20-րդ տարի վատթարագույն վայրագություններից մեկն է։ ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառությանը, ինչին ցկտում ենք բոլորս՝ դեպքերի լիարժեք ու ամբողջական ճանաչում։ ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի արտարացի ու լիարժեք ճանաչվեն անցյալի դեպքերը։ try and achieve this end. Դիմադիր քաղաքական ուժերը եւս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Ռաֆի Հովհաննիսյանը համեմատականներ անցկացրեց 1915 թվականի եւ Ադրբեջանի այսօրվա գործողությունների միջև։ Եղերածին վտանգներ կան, մենք թե արտաքին, թե ներքին առումներով մեծ աղետի նախաշեմին ենք գտնվում եւ անհրաժեշտ է, որ դատաբարտելով եւ հադություն պահանջելով հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության եւ մեծ հայրենազրկման համար, մենք նաեւ հասկանանք, որ այսօր առավել քան երբեք պետք է մեր համախմբումը ոչ թե այս անձի կամ այն փաստացի իշխանավորի, այլ մեր pedagogiության, մեր բանակի, մեր քաղաքացի զինվորի շուրջ։ Զինվոր, ով իր գուրսկի վրա պաշտպանում է մեր հայրենիքը, չարանենք նախահարցակ հանցակորձ թշնամու եւ թշնամիների դեմ, բայց նաեւ իր վրա վերցնում է մեր ներքին սուդը եւ գեղձիկը։ Այսօր Ծիծեռնակաբերդում պաշտոնյաներն անդրադարձան նաև Ղարաբաղյան քառօրյա պատերազմին եւ դրա հետևանքներին։ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը տեղեկացնելով շփման գծում ներկայիս իրավիճակի մասին ասաց. Սովորաբար լարվածություն կամ խախտումներ, ոտնձգություններ լինում են հիշարժան օրերի, հանգստյան օրերի շրջանակներում եւ հակառակորդը փորձում է այսպես ճշտել զգոնությունը։ Երեք լարված է եղել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային հատվածում Արտակերտի շրջանում կրակոցների թիվը ավելացել են, ականանետներից են կրակոցների թիվը ավելացել, այսօր առաջի գծում գտնվող ստորաբաժանումները իրենց պաշտպանական դիրքերում են, հստակ վերահսկում են իրականությունը, իրադրությունը եւ պատրաստ են ցանկացած գործողությունների։ Գալայի այն հարցին, թե բանակն ինչպես է վերաբերվում Կազանյան եւ այլ փաստաթղթերում առկա այն կետերին, որոնք ենթադրում են որոշ շրջանների զիջում Ադրբեջանին, եւ որոնց, ինչպես վերջերս եւս մեկ անգամ հաստատեցին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարները, դեմ չի արտահայտվել պաշտոնական Երևանը։ Այս իրավիճակում ոչ մի թիս հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող գնալ։ Եվ այս իրավիճակում միայն մենք պետք է ամեն ինչ անենք վստահության, այսպես եզրեր գտնենք, մթնոլորտ ստեղծենք եւ փող համաձայնություններ լինեն։ Իսկ այդ փող համաձայնությունների շրջանակներում կարող է համապատասխան ելք ստանալ Արցախյան հարցի լուծումը միայն խաղաղ ճանապարհով։ Գալայի հաջորդ հարցին, թե արդեն բավական ժամանակ է անցել եւ Պաշտպանության նախարարությունն ամբողջական վերլուծություն ունի, հնարավոր էր քառօրյա պատերազմին այնպես արձագանքել, որ զոհերի թիվը ավելի քիչ լինեն։ Սերյան Օհանյանը պատասխանեց. Կխնդրեի, որպեսզի մենք համեմատություններ անեինք մարտական գործողությունների եւ մարտական հերթապահության միջև։ Այսօր մեր հանրության մեջ համապատասխան վերլուծություններ անում ենք մենք համեմատելով մարտական հերթապահության իրականացման պայմաններին, բայց լայնամասշտաբ ամբողջ ներուժի եւ նաեւ խոշոր տրամաչափի այսպես զենքի կիրառման մարտական գործողությունների ժամանակ իհարկե անխուսափելի են զոհերը եւ նաեւ այդ ամենը անխուսափելի է, երբ որ մեր շատ սպաներ եւ շատ զինվորներ այդ մարտական գործողությունների ժամանակ կռվել են միջև իրենց կարելի ասել վերջին փամփուշտը, իսկ վերջին փամփուշտ ասելով չի նշանակում որ փամփուշտն ավարտվել է, այլ միջև վերջին այն բնագիծը, որ մտել են մերձամարտի
մեջ եւ ապահովել այդ դիրքերի համապատասխան անվտանգություն։ Խոսելով հասարակության շրջանում բարձրացած այն դժգոհությունների մասին, որ սահմանում կանգնած զինվորը բավարար չափով զինված չէ եւ մտահոգությանն անդրադառնալով, որ բանակի սպառազինման միջոցները կոռուպցիայի հետևանքով գնացել է պաշտոնյաների եւ օլիգարխների գրպանները, վարչապետն ասաց. Մենք որևէ ֆինանսական միջոցի խնդիր չունենք մեր բանակը սպառազինելու։ Դա որևէ մեկի համար թող չդառնա քննարկման առարկա։ Ես խնդրում եմ ձեզ նաև դա փոխանցեք հանրությանը։ Գալան ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին փոխանցեց այս օրերին լայն տարածում գտած համեմատականները սահմանում կանգնած զինվորի եւ ոստիկանի միջև, նշելով, որ ոստիկաններն ավելի լավ են զինված, քան թշնամուց հայրենիքը պաշտպանող զինվորները։ Շատ ցավում եմ նման գնահատականների համար եւ պնդում եմ, որ բանակն ու ոստիկանությունը դա զինված ուժեր են, մի մարմին են։ Մեր ոստիկանները այս պահին ծառայություն են կատարում սահմանի վրա։ Ամեն ինչի, որ պետքա բարձրաձայնել, ամեն ինչի, որ պետքա սելֆի մակարդակով անել։ Խնդիրը դրանում է կայանում։ Սպառազինության խնդիր չենք ունեցել եւ չունենք էլ։ Կան ուղղակի ինչ-որ միտեղ առավելություններ, ինչ-որ միտեղ թերություններ եւ ընդհակառակը գոյություն ունի։ Դա որը չի խանգարում ոչ պատերազմելու, ոչ դիմակայելու, ոչ էլ առաջ գնալու համար։ Ամենակարևորը ունենք ոգի, դրանում բոլորս համոզվեցինք։ Սակայն այդ ոգու հետ միասնության հետ եւ ունենք ներքին խժդժումներ, որոնք հարիր չի մեր ժողովրդին եւ երբ ճակատագրական հարցեր են լուծվում, մի քիչ խաղաղության մեջ պետք է լինենք։ Շիրակի, ինչպես նաև Լոռու մարզերի բնակիչներն ամեն տարի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգում են Հերհերի կամ որ նույն Նեջարդի ձորում տեղադրված Խաչքար հուշարձանի մոտ։ Պատմական տվյալները վկայում են, որ 1915-ից 18 թվականներին Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանին գտնվող այս ձորում են դաժանաբար սպանվել Ալեքսանդրապոլի եւ Ղարաքիլիսայի շրջանի բնակիչները։ Հարյուրավոր քաղաքացիներ, մարզային քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ եւ հոգեվորականներ այցելեցին։ Հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականին զոհվածների հիշատակին, խնկաշկելով եւ ծաղիկներ դնելով հուշարձանին։ Այսօր մենք եկել ենք, որպեսզի աղոթենք նրանց սուրբ հոգիների համար, դատապարտենք բոլոր տեսակի ցեղասպանությունները եւ մեր բողոքը ամբողջ աշխարհին ցույց տանք։ Մենք այսօր պահանջատեր ենք եւ պահանջատերը երիտասարդ ծերունդը էլ չի փոխվելու, ինքը իրեն հայրենիքի տերն է, իրեն հայրենիքի պահաբանը։ Հարյուրամյակին լուրջ ճանաչողություն ստացավ, բայց դա քիչ է, պետք է ավելի մեծացնել այդ լսարանը, որովհետեւ բոլորը հասկանան, որ այդ ցեղասպանությունը իրենց նույնպես կարող է հասնել, ոնց որ հասավ հայ ազգին 15 թվականին, երբ որ 1.5 միլիոն փաստորեն անմեղ զոհեր ունեցան։ Հերհերի ձորում իրենց խոնարհում է բերող քաղաքացիների, քաղաքական գործիչների, մտավորականների գնահատմամբ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, ինչ որ չափով տեղաշարժ գրանցվեց Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ։ Ապրիլի քարորյա պատերազմից հետո Թուրքիայի եղբայրական պետության կողմից հայ զինվորականների ու խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագությունների ֆոնին թեպետ սպասելի էր, որ ավելի կոշտ եւ դատապարտող հայտարարությունների ականատեսն ենք լինելու, սակայն ամեն ինչ սահմանափակվեց միայն լղոզված եւ ընդհանրական կոչերով։ Ցավոք սրտի դուք նաև տեսաք, թե Եվրոպայի խորհրդում էլի ինչ ձևով այս խնդիրների լուծումները կնած եւ առանց անհարմար զգալու նույնիսկ Ադրբեջանի պատվիրակության անդամները փորձում էին սա հեշտել։ Իսկ սա պետք է միջազգային հանրությունը հասկանա եւ կարծում եմ, որ շատ շուտ պետք է հասկանա, որովհետեւ արդեն իրենց դուրն է թագել եւ այն արհեստական խնդիրը, որ թուրքերը ստեղծում են գաղթականներով Եվրոպայի համար, այն տերորիստական ակտերը, որ տեղի են ունենում Եվրոպային, պետք է ամբողջ աշխարհին ստապեցնի եւ հասկացնի, որ պետք է բոլորը միասին պայքարեն։ Մենք հայ ենք, մենք կանք, մեր թուրը դրել ենք պատյան, բայց այսօր մեր թուրը հանված է եւ հանկարծ ոցողը չփորձի եւս մի անգամ ոտնձգություն կատարելու։ Եթե կատարվեց ոտնձգություն, ապա այս անգամ մենք չենք ների ադրբեջանցիներին, որտեղ նրանք նույն թուրքերն են։
Ցեղասպանության զոհերի, ինչպես նաև քարոյրա պատերազմում հերոսաբար զոհված մեր հայորդիների ոգեկոչման ամենաառարկայական դրսևորումը հարգանքի տուրք մատուցողները համարեցին ժողովրդի միասնականությունը եւ ուժեղ հզոր պետության կառուցումը, որը դասեր կքաղի պատմությունից եւ թույլ չի տա թշնամու ցանկացած ոտնձգություն։ Ես կդում եմ, որ եւս մեկ անգամ 101 տարի հետո այդ նույն ազգաբացես, որ իրանք միևնույն է, եթե մենք ուժեղ չեղանք, մեզ բնաջնջելու են։ Ես ուզում եմ, որ մենք միասնական լինենք եւս մեկ անգամ մենք մեր հույսը տնենք մեր վրա։ Ժողովուրդը ուրեմն իր լավագույն որակները ցույց տվեց։ Մնում է, որ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, սովորեն, օրինակ վերցնեն եւ իրենք էլ թոթափեն իրենց վրայից մանր-մունր բաները, հաշիվները, ճղճին բաները։ Նշենք, որ աշխարհի շուրջ 25 երկրներ, այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, տարբեր երկրների տարածաշրջանային քաղաքային իշխանություններ, միջազգային կառույցներ պաշտոնապես ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ։ Ադրբեջանական կողմը տարբեր դրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիժկապահների ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները ցուցաբերելով զսպվածություն պատասխանատվությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը։ Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ շփման գծի հյուսիսարևելյան Մարտակերտ եւ հյուսիսային Թալիշ ուղություններով ադրբեջանական զինուժը տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից, ականանետերից, համազարգային հրթիռային կայանքներից ինտենսիվ կրակ է վարել պաշտպանության բանակի դիժկապահների ուղղությամբ։ Հատկանշական է, որ հակառակորդն իր նախահարցակ գործողությունների թիրախ է ընտրել ոչ միայն մարտական դիրքերը, այլև մատաղիս բնակավայրը։ Բարեբախտաբար կորուստ չի եղել։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներն անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված եւ հակառակորդ կողմի զսպման գործողությունների։ Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած վերոնշյալ նախահարցակ գործողությունները մեկ անգամ եւս փաստում են, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել ապրիլի 5-ից կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը եւ նպատակաուղղված սրել իրավիճակն առաջնային գծում։ Արցախի պաշտպանության նախարարության մեկ այլ հայտարարության համաձայն ադրբեջանական պրոպագանդան հենվելով սեփական երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի վրա հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի 24-ի գիշերը հայկական տանկերը մոտեցել են դիրքերին եւ կրակ բացել, իսկ այնուհետև կենթանի ուժի օգտագործմամբ կատարել հարձակման փորձ։ Արցախի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական պրոպագանդայի երևակայության արգասիկ հանդիսացող տեղեկատվությունը, դա համարելով ոչ այլ ինչ քան սեփական նախահարցակ գործողությունները սքողելու հերթական քարոզչական հնարք։ Պաշտպանության բանակն ի տարբերություն հակառակորդի հարգելով ապրիլի 5-ին կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այս ընթացքում ոչ միայն ձեռնպահ է մնացել իրավիճակն ապակայունացնող որևէ նախահարցակ գործողությունից, այլ առավել եւս առաջնային գծում զրահատեխնիկայի կամ զորքերի տեղաշարժ կատարելուց, նշվում է Արցախի պաշտպանության բանակի մամլոյցարայության հաղորդագրությունում։